Բարև ձեզ Civilnet-ի տաղավարում այսօր ես զրուցելու եմ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Երևան քաղաքի ավագանու Բարև Երևան դաշինքի անդամ Անահիտ Բախշյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Բախշյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Տիկին Բախշյան օգոստոսի 26-ին տեղի ունեցավ թիվ 27 դպրոցում տնօրենի մրցույթ եւ վերընտրվեց Սուսաննա Սարգսյանը, ով նախկինում այսպես ասած գործից հեռացվել էր, որովհետև տեղի էր ունեցել բողոքներ եւ նրան, ինչպես դուք արդեն լրատվամիջոցներից մեկին հղում անելով նաեւ գործին նշել եք, որ յուրացումների եւ վատման հափշտակումների ու պետական գումարը յուրացնելու մեղադրանքով դատարանում դատապարտվել եւ հաստատվել էր նրա մեղքը։ Հիմա նա նորից վերընտրվեց դպրոցում որպես տնօրեն եւ իրականացնելու է մանկավարժական գործունեություն։ Բացի այն, որ ուզում ենք խոսենք այս երևույթի մասին, նաև ուզում եմ հասկանամ, արդյոք սա նշանակում է, որ այսպես կոչված carte blanche է բոլոր այն տնօրեններին, ովքեր այս դեպքից հետո քիչ թե շատ զսպված կարող էին պահել նմանատիպ գործունեություն իրականացնելու համար, հիմա փաստորեն նրանք ունեն հնարավորություն անելու այն, ինչ ուզում են եւ միևնույն է վերականգնվել նորից տնօրենի պաշտոնում։ Ցավոք, օրենսդրությունը տալիս է նրան այդ հնարավորությունը։ Օրենքն ասում է, որ դատվածությունը մարվելուց հետո, ուրեմն, այո, ինքը իրավունք ունի հավաստագիր ունենալու դեպքում ընտրվել, մասնակցել ընտրությանը։ Այս օրենքի վերանայման կարիք կա հավանաբար, որովհետև ես ինձ հետ բերել եմ ընդհանրապես արդարադատության մարմիններ, դատավոր, դատախազ, քննչական մարմինների վերաբերող օրենքներում գրված է չի կարող իրավունք չունի այն անձը այդ ոլորտում աշխատելու, ով դատապարտվել է հանցագործության համար, անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից։ Այսինքն նրանց դեպքում արգելվում է, մանկավարժի դեպքում թույլ է տրվում։ Իրավամբ արդարադատության համակարգում, եթե մարդը դատվել է իր գործունեության մեջ հանցագործություն անելու համար, եւ բնականաբար իրեն չեն վստահում այլևս։ Իսկ կրթության ոլորտում ցավոք այդպես չէ։ Մարդը դատվել է պետական միջոցները հափշտակելու եւ յուրացնելու համապատասխան հոդվածով, դատվածությունը մարվել է եւ ինքը նորից օրենքը ասում է, որ կարող է շարունակել։ Հետեւաբար այս առումով այստեղ ինձ վրդովեցնում է չի վրդովեցնում այն, որ օրենք չկատարվել, օրենքով է եղել, բայց փաստը, որ 4 հոգի դիմել էր, մեկը ուներ դատվածություն, 3-ը ոչ, եւ կառավարման խորհուրդը 8 հոգի այդ 3 չդատվածներին դրեցին մի կողմ եւ ընտրեցին դատվածին։ Այս փաստն է, որ ինձ անչափ եւ ինչպես է տեղի ունեցավ Տիկին Բախշյան, ոնց կարող էր կառավարման խորհուրդը նման որոշում կայացնել, դա օբյեկտիվ որոշում էր, թե չեմ ուզում ասել, բայց կոռուպցիոն ռիսկեր պարունակող որոշում էր։ Ես ինչպես հայտարարել եմ, այդպես էլ շարունակում եմ ասել, որ կոռուպցիան վերից վար նախագահականից մինչև կառավարման խորհուրդ աշխատեց հերթական անգամ։ Սա միակ դեպքը չէ, միակ տեղը չէ։ Սա եզակի երևույթ չէ։ Չէ, անպատժելիությունը մեր երկրում բան է, ընդունված նորմ է, եթե տվյալ մարդը ծառայում է քաղաքական իշխանությանը։ Ուրեմն իրեն կարելի է թույլատրվում է ամեն ինչ։ Այստեղ այնուամենայնիվ ամրագրելով այս երևույթը կամ կառավարման խորհրդին, որի մեջ 2 ծնող, 2 մանկավարժ, լավ, մնացած 4-ը, ասենք, քաղաքապետի 3 ներկայացուցիչներն են, մեկն էլ նախարարի։ Իրենք կարող էին ցուցում ունենալ, բայց կառավարման խորհրդի, մանկավարժական խորհրդի եւ ծնողական խորհրդի անդամները երբ քվեարկեցին այն մարդու օգտին, ով դպրոցի միջոցները վերեացել, ասենք, ինչպես դատախազի միջնորդագրում է գրած, ես ուզում եմ հատկապես մեջ բերել 2.212.000 դրամ արժողությամբ գույք
մալազիական խոհանոցային սեղաններ, աթոռներ, մսաղաց, փոշեկուլ, արտուկի սեղան, բազկաթոռներ, լրագրասեղան, Sony Bravia մոդելի հեռուստացույց, լոգարանի պահարան եւ կերամիկական լվացարան։ Սա ինքս չեմ հնարել, սա Շենգավիթ վարչական շրջանի դատախազ պարոն Չիչոյանի միջնորդագիրն է ուղված քաղաքապետին, որով ինքը բոլոր այդ հիմքերը նշում է, ամրագրում է այս փաստը եւ հանձնարարում քաղաքապետին քննարկել սույն միջնորդագիրը, ձեռնարկել միջոցներ եւ արդյունքների մասին օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում ներկայացնել դատախազություն, քննարկել դպրոցների տնօրենների հետ, այսինքն տարածել այս բանը եւ ասել, որ չհամարձակվեք այսպիսի բան անել։ Եվ հենց դրա համար ես հարցնում եի նման բան անելուց հետո նորից վերահաստատել կամ վերընտրել Տիկին Սարգսյանի թեկնածությունը տնօրենի պաշտոնում արդյոք սա վտանգավոր չէ հետագայում նման երևույթների կրկնման համար։ Այլ չեմ խոսում երեխաների դաստիարակչական ու կրթական պրոցեսի հաջողության մասին։ Միանշանակ, որովհետև կրթության մասին օրենքը, հանրակրթության մասին օրենքը հստակ ձևակերպում է հանրակրթության խնդիրները, որն ասում է հանրակրթության խնդիրն է, այսինքն պետությունը ասում է ես քեզ պատվիրում եմ կրթել հայրենասեր, գրագետ, համամարտկային արժեքները կրող ազնիվ առաքինի քաղաքացի։ Կրթում են բաստա։ Հիմա եթե այդ 10 հոգին, ովքեր ծափահարում էին այս տնօրենի ընտրության արդյունքների համար, իրենք հաստատ այս արժեքներին չեն գնահատում, իրենք չեն կարևորում քաղաքացու մեջ, չեն կարևորում։ Հետևապես, ինչպես կարող ենք մենք նրանց վստահել այդպիսի քաղաքացիներ պատրաստելու պետական պատվերը։ Տիկին Բաղշյան, մինչև դրան ոչ մեկը չի կարող պատասխանել, թե ինչ անենք, իրենք ծափահարեն դատվածություն ունեցող տնօրենին եւ ինչի համար դատվածություն, բայց մյուս կողմից կկրթեն ազնիվ քաղաքացի։ Նոնսենս։ Նախարարի վերաբերմունքը, պարոն Աշոտյանի վերաբերմունքն այս ամենին ինչպես է, պատրաստվում են օրենսդրական փոփոխություն իրականացնել, պատրաստվում են խնդրին տալ տեղյակ չէ, ֆունդամենտալ լուծում։ Չգիտեմ, անձամբ ես այս առիթի շրջանակներում եմ արդեն բարձրացնում, որ եկեք օրենքի մեջ անվստահություն հայտնենք դատված տնօրենին, այլևս չվստահենք։ Բայց գիտեք, մի օրինակ էլ ունեմ, որի դեպքում ես չեմ ուզում, որ այդպես լինի։ Օրինակ, Տիար Բլեյանը, Մխիթար Սեբաստացու տնօրենը, ինքն էլ քաղաքական հիմքով, քաղաքական հայացքների համար էլի տակը տնտեսական նյութեր դրեցին, սարքեցին եւ դատապարտվեց։ Հիմա եթե այդ օրենքը գործեր, Տիար Բլեյանը իրավունք չէր ունենա եւ կզրկվեր մեր երեխաները, կրթությունը կզրկվեր մի հրաշալի մանկավարժի Կարծում եմ պարոն Բլեյանը դեմ չի լինի օրենքի փոփոխություն իրականացնելուն, որովհետև օրենքը գոնե հնարավորություն կտա խուսափել նման դեպքերից եւ ուզում եմ այսպես անցում կատարենք այսօր տեղի ունեցած։ Ես վստահ չեմ, որտեղ քաղաքական այս իշխանությունը ցանկացած անցանկալի տնօրենի դեպքում կգտնի ուրեմն նրան կրթությունից իր պաշտոնից հանելու այս ձևը վտանգավոր է, բայց չգիտեմ ինչ անենք։ Բայց Հայաստանի Հանրապետությունում հանրակրթության ոլորտում աշխատող տնօրենների 99%-ը կողմ է եւ ձեռնտու է հանրապետական իշխանություններին, կարծում եմ օրենքի փոփոխությունը այս դեպքում գոնե միայն իշահս կաշխատի, քան տեսնենք, չգիտեմ։ Տիկին Բաղշյան, հենց դրա մասն է խոսում թերևս այսօր ամսի 28-ին տեղի ունեցած տնօրենների այդ ամենամյա խորհրդակցությունը, որտեղ քաղաքապետարանի հանրակրթության բաժնի պետ վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ասել էր, որ ուսումնասիրություններ իրականացնել են, դպրոցում եղել են մանր-մունր խնդիրներ, որոնք տեղում հարթվել են։ Փաստորեն նման դեպքերը Գայանե Սողոմոնյանի համար համարվում են մանր-մունր դեպքեր։ Այս իր հետ խոսակցություն ունեցել եք, ինչպես տեղի ունեցավ, որ
Վերընտրվեց Սարգսյանը։ Չէ, ես իրեն չեմ հարցրել, որովհետև ես լավ գիտեմ դա ինչպես է եղել եւ ինքը այնտեղ որոշող չի։ Սողոմոնյանը որոշողը չի։ Բոլորովին որոշող չի։ Լավ, ով է եւ կրթության շահերը պաշտպանողը չի։ Վերջ։ Իսկ ինչ վերաբերում մանր թերություններին, դպրոցներում աղաղակող թերություններ կան, որոշ դպրոցներում։ Եվ դա չտեսնել նշանակում է չուզենալ տեսնել։ Չուզենալ բարձրաձայնել, չուզենալ արձանագրել, որը բերում է նրան ինչ որ այսօր ունենք։ Հասարակության մեջ ով ասես իրավացի, անիրավ կրթությանը, այսպես ասած, ապտակ է հասցնում, որովհետև եւ քանի դեռ կրթության պատասխանատուները իրենք չեն բարձրաձայնում եւ իրենք չեն պահանջում ու իրենք չեն օրինական հիմքի վրա բերում ծրված բոլոր տեղերը, շարունակվելու է սա։ Այս առումով նախարարը տարբերվում է ինչ որ չափով, որտեվ ինքը կամ չի խոսում, ինչպես է 27-ի դեպքում, բայց դեպքեր կա, որ ինքը իր խոսքի մեջ նշում է ու շատ հատուկ է նշում։ Ճիշտ է, դա շատ ընդհանուր բնույթ է կրում, բայց ինքը բարձրաձայնում է։ Ու այդ րոպեին դիմացը չես, որ ասես, այո, շատ ճիշտ եք ասում, այ կոնկրետ օրինակ այս դեպքի մասին ինչ կասեք։ Դիմացը չես, որ ասես։ Դա մնում է օդի մեջ։ Բայց ինքը տարբերվում է դրանով։ Տիկին Բախշյան, Սուսաննա Սարգսյանը լրագրողների միջոցով ձեզ մեղադրել էր 2 տարի իրեն հետապնդելու համար, երևի հաշվի առնելով այն, որ դուք եղել եք նախկին տնօրենը եւ ինչ որ դպրոցի նախկին տնօրենը եւ խանդի զգացողություններ ունեք իր գործնեության նկատմամբ։ Ну, ինչ ասեմ։ Ես չեմ խանդում։ Մանկավարժները ինչպես են վերաբերում նման տնօրենին։ Ծափահարությունով ծափահարում են։ Դե բոլորը չեն։ Հիմա ես հերթով ասեմ։ Բնականաբար ես չեմ խանդել, որտեղ ես տնօրենի պաշտոնից գնացել եմ պատգամավոր եւ ընդդիմադիր քաղաքականության ուժի պատգամավոր, որը ինքը երազում անգամ չէր կարող տեսնել, հա։ Այո, հետապնդել եմ, շատ հետևողական։ Եվ շարունակելու եք։ Եվ շարունակելու եմ, խոշորացույցը մեծացնելու եմ շատ ավելի ու հետապնդել եմ, որովհետև 2013 թվականի սեպտեմբերին դպրոցից ազատեց շատ անօրեն կերպով հերթական հրաշալի ուսուցիչներին, ովքեր երեխաներին շատ պետք են, կարող է իրեն պետք չէին, բայց երեխաներին պետք էին, մանկավարժ էին, եւ բռնեց այդպես անօրեն ազատեց, ու ես ասեցի, սա դու չես մարսելու, երեխաներին զրկել այդ ուսուցիչներից, նշանակում է դու քո տեղում չես միանշանակ, եւ ինքը այնքան առիթներ էր տվել, եւ այդ բոլոր առիթները սիրուն, ասեմ մեծ ջանք եմ դրել, որպեսզի հասնի քննչական, որ քրեական գործը բացվի, որքան եմ հետապնդել չեք պատկերացնի, այդ միայն դուք երեսն եք տեսնում, բայց ներտակից, էլ դատախազ, էլ քննիչներ, քննչական, բոլորի մոտ անձնական գնացել եմ, փաստերը դրել եմ, ասել եմ հələ փորձեք լռել։ Եվ ի վերջո եղել է։ Հիմա այդ պատիժը դատախազությունը այնուամենայնիվ շատ մեղմացրեց։ Եթե ճիշտ լիներ, ապա ինքը առանձնապես խոշոր չափերի համար կմեղադրվեր եւ ոչ մի համաներում իրեն չէր օգնի։ Շատ լավ, Տիկին Բախշյան, դպրոցը նաեւ եղել է ներառական դպրոցի կրթման թերևս, հա, եւ առաջին ներառական դպրոցներից էր, որտեղ դաստիարակվում ու կրթվում էին ներառական ուսում իրականացնելու համար պատրաստի մանկավարժներ։ Հիմա ինչ փուլում է ներառական կրթությունն այդ դպրոցում։ Չեմ ասի թե առաջվա փուլում է, որտեղ այն բոլոր մասնագետները, որոնք ի սկզբանե մտել էին դպրոց եւ
հնարավոր բոլոր վերապատրաստումներով դարձել էին մասնագետներ, նրանցից բոլորից ազատվել է։ Բոլորից։ Այն կազմը, որ եղել է իմ օրոք, այնտեղ չկա։ Եվ նրանց փախեփախ տարել են բոլոր դպրոցները, ովքեր ներառական են սկսել։ Հիմա նրանք այնտեղ են։ Ես գիտեմ, որ վերջում ապրիլին մենք բոլոր ներառական 44 դպրոցների վերապատրաստում ենք, եւ մեր մասնագետները, ովքեր վերապատրաստում էին այդ դպրոցը, այնքան էլ գոհ չէին։ Եվ վերջին հարցը, Տիկին Վախշյան, դուք նշեցիք, որ շարունակելու եք գործը պահել ձեր ուշադրության ներքո, ինչ եք պատրաստվում անել եւ կարծում եք արդյոք, որ այս անգամ Սուսաննա Սարգսյանը կլինի ավելի զգույշ, իմանալով, որ դուք այնուամենայնիվ հետևում եք իրեն։ Դա Աստված, որ ինքը լինի զգույշ։ Ես շատ կուզեմ, որ ինչպես ինքն է ասել, այս կյանքի իր այս էջը թերթի եւ ավելի նպաստավոր պայմաններ ստեղծի երեխաների կրթության համար։ Պարզապես, եթե ինքն ունի նման հնարավորություններ ամեն ինչ մարսելու եւ հետ գալու, ձեր պայքարը արդյոք նման չէ հողմաղացների հետ պատերազմի։ Չէ, ես Դոն Կիխոտ չեմ։ Չէ։ Որտեվ եթե Սուսաննա Սարգսյանին հաջողվեց սա, որտեվ հովանավորները արդարությունից ավելի բան են ուժը ինչ էին հզոր է արդարությունը դրվեց մի կողմ, բայց շատ մարդիկ համենայնիվս զգուշանում եմ եւ ես անգամ մի դպրոցի հետ կապված մի փաստաթուղթ եմ ուզում արդեն զգուշանում եմ Եվ սա էլ ուղերձ Տիկին Վախշյան, կարծում եք արդյոք, որ հանրակրթական դպրոցի այսօրվա ոչ փայլուն վիճակը պայմանավորված է քաղաքական ստեղծված իրավիճակով եւ մինչեւ քաղաքական համակարգը չփոխվի, չի փոխվելու հանրակրթական դպրոցը։ Քանի դեռ քաղաքականությունը օրենքին հակառակ շարունակում է մնալ որպես շարժիչ ուժ, իդեմս տնօրենների, այո, շատ դժվար է բան փոխել։ Դպրոցի տնօրենը անձնապես որպես քաղաքացի կարող է ինչ-որ քաղաքական ուժի հարել, բայց այդ քաղաքական ուժը չպետք է շահագործի, օգտագործի այդ լծակը, այդ աթոռը, որպեսզի ընտրություններում շարունակի իօգուտ իրեն կեղծել։ Մինչև սա չփոխվի, մենք չենք ունենա ազատ անկախ ուսուցիչներ, տնօրեններ, նախարար չենք ունենա։ Եվ այդ ամբողջ քաղաքական կառուցվածքը շատ խանգարում է, երբ համալսարանի խորհրդի նախագահը հանրապետության նախագահն է եւ բոլոր այդ պաշտոնյաները բոլոր բուհերում ամեն մեկը մի խորհրդի նախագահ են։ Սա պիտի վերանա։ Չգիտեմ ոնց, բայց պիտի վերանա։ Շատ լավ, շնորհակալ եմ Տիկին Վախշյան ձեր կատարած աշխատանքի ու հարցազրույցի համար, շնորհակալություն նաև ձեզ, հիշեցնեմ, որ ես զրուցում էի Երևան քաղաքի ավականու Բարև Երևան դաշինքի անդամ Անահիտ Բախշյանի հետ։